Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից, կերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Ողջույն, հանրայինի եթերում Եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես Վահե Տեր-Մինասյանն եմ ու մենք բնականաբար զրուցելու ենք առողջության մասին։ Այսօրվա թեման ախտորոշիչ մեթոդներն են։ Իրականում ցանկացած բուժում սկսվում է ճիշտ ախտորոշումից։ Ինչ կարելի է անել այսօր, ինչ հնարավորություններ ունենք մենք Հայաստանում եւ ինչ ապագա ունի այս մեթոդը։ Խոսենք այսօրվա հաղորդման ընթացքում, սկսում ենք տեսանյութից, հետո ունեմ հրաշալի մասնագետ։ Սա պատմության մեջ առաջին ռենտգեն լուսանկարն է։ 1895 թվականի դեկտեմբերի 22-ին գերմանացի ֆիզիկոս Կոնրադ Ռենտգենն իր եւ աշխարհի համար բացահայտեց ռենտգենյան ախտորոշման մեթոդը։ Ամիսներ շարունակ նա լաբորատորիայում փորձեր էր անում, երբ մի օր նկատեց, որ էլեկտրոնաճառագայթային խողովակը լույս է արձակում։ Գիտնականն այդ լույսն անվանեց X ճառագայթ ու իր բացահայտման մասին առաջինը պատմեց կնոջը, ու որպեսզի պատմածն ավելի պատկերավոր դառնա, որոշեց առաջինը հենց իր կնոջ ձեռքի ռենտգեն հետազոտությունն արձանագրել։ Այդպես էլ ծնվեց առաջին ռենտգեն լուսանկարը։ Ռենտգենյան ճառագայթներն իսկական հեղափոխություն էին բժշկության մեջ։ Բժիշկները հնարավորություն ունեցան տեսնելու մարդու օրգան համակարգերը ներսից, առանց մաշկային շերտը հատելու։ Բժշկության մեջ էլ առանձնացավ եւս մեկ նեղ մասնագիտացում՝ ռադիոլոգիա կամ ճառագայթաբանություն։ Հայտնագործման պահից մինչև օրս ախտորոշման ռենտգենյան մեթոդը չի կորցրել իր արդիականությունը, թեպետ դրա կողքին այսօր հայտնվել են ախտորոշման ավելի նորարար մեթոդներ։ Իդեպ, բժշկական ռադիոլոգիայում լայնորեն կիրառվող ՄՌՏ սարքի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի հեղինակը հայազգի գիտնական Ռեյմոնդ Դամադյանն է։ Ինձ խելագար էին անվանում, երբ շնորհանդեսների ժամանակ պատմում էի, որ մարդուն հնարավոր է մտցնել մեծ մագնիսի մեջ, իր հարցազրույցներից մեկում ասել է Դամադյանը։ 1977-ին իր ստեղծած սարքը Դամադյանն անվանել էր անսանձելի։ Ճշգրտության եւ արդյունավետության առումով ՄՌՏ-ն նոր որակ բերեց բժշկական ճառագայթաբանության ոլորտ, վաղ փուլերում հայտնաբերելով այնպիսի բարդ հիվանդություն, ինչպիսին քաղցկեղն է։ Ռենտգեն, ՄՌՏ, համակարգչային տոմոգրաֆիա կամ ԿՏ, մամոգրաֆիա, ախտորոշման սարքերն այսօր բազմաթիվ են ու բազմաֆունկցիոնալ։ Ճառագայթաբանության նվաճումներն այսօր լիարժեք կիրառվում են բժշկության մեջ, հիվանդությունների ախտորոշումը հասցնելով միլիմետրերի ճշգրտության, այդպիսով ապահովելով առավել արդյունավետ բուժում։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, ուզում եմ դիմավորենք մեր այսօրվա առաջին հյուրին, իսկ հյուրն է Նայիրի բժշկական կենտրոնի ռադիոլոգիական ծառայության ղեկավար Կոստան Ղալմյանը։ Համեցեք։ Ողջույն եմ։ Եվ այսպես մենք փորձում ենք խոսել ժամանակակից մեթոդներից եւ ժամանակակից ախտորոշումից։ Ինչ է իրենց ներկայացնում։ Ոնց դուք կբնութագրեիք ժամանակակից ախտորոշումը։ 21-րդ դարի բժշկության մեջ առանց ճշգրիտ ախտորոշման ընդհանրապես հնարավոր չէ ապահովել գրագետ բուժում։ Այսինքն գրեթե մեր բժշկագիտության ոլորտում այնպիսի նազալոգիաներ չկան, որոնք որ չառնչվեն ռադիոլոգիայի ոլորտին։ Բայց այստեղ մեթոդները շատ են։ Մեթոդները տարբեր են, սարքավորումները տարբեր են եւ շատ հաճախ եւ բուժարումների մոտ են առաջանում հարցեր, թե ինչու ինձ նշանակեցին այս կամ այն հետազոտությունը։ Եթե մենք բժշկագիտություն երկու ուղղությամբ բաժանենք, այսինքն հիմնական խումբը դա թերապիան է, մյուս մեծ ակույն խումբը դա վիրաբուժությունն է, այսինքն մենք վիրաբուժի ձեռքերն ենք եւ աչքերն ենք, այսինքն ժամանակին երբ որ շոշափում են ախտաբանության փոփոխությունները տեսնելու, մենք ամեն ինչը տեսնում ենք արդեն պատկերների տեսքով, իսկ թերապևտների համար իրենց ականջներն ենք, որովհետեւ երբ որ իրանք թոքերը լսում են կամ պետք է պրոպեդևտիկայի մի ուղղությամբ հաստատել կամ ժխտել, մենք կարողանում ենք այդ ուղղությամբ օգնություն իրան ցուցաբերենք պատկերների տեսքով։ Ես անկեղծ ասած աչքերս տվել էի ռադիոլոգների։ Բայց ձեռքերս ոչ։ Այսօր ձեռքերս էլ խլեցին։ Ինչ առումով, որտեվ արդեն ինտերվենցիան, որի մասին մենք խոսենք, ես մանրամասն կներկայացնեմ։ Ռադիոլոգիայի ոլորտը ինքը հիմնական երկու ճյուղերի է բաժանվում։ Ճառագայթային, ոչ ճառագայթային սարքավորումներ։ Սարքավորումներ, որտեղ ռենտգենյան ճառագայթեր են օգտագործվում, որոնք են դասական ռենտգենը, համակարգչային տոմոգրաֆիան, պոզիտրոն իմիսիոն տոմոգրաֆիան, սինցիգրաֆիան եւ մամոգրաֆիան, դրանք բոլորը ճառագայթային հետազոտման մեթոդներ են։
ոչ ճառագայթային հետազոտման մեթոդները։ Դրանք ուլտրաձայնն է, ժողովրդի լեզու ասած սոնոգրաֆիան է, մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիան է, MRT-ն է, որոնք որ հիմնական մեծ առյուծի բաժին իրենց վրա վերցնեն, դրանք հանդիսանում ոչ ճառագայթային մեթոդներ։ Արդեն դուպլեքս եւ մնացած մանր ճյուղերը դրանք ուլտրաձայնի արդեն նեղ ճյուղավորումներ են։ Այո։ Փորձենք ԿՏ-ի եւ MRT-ի տարբերությունները քննարկել։ Սիրով։ Ինչպես ես նշեցի, ճառագայթային ոչ ճառագայթային հիմնական իրանց տարբերակումը համակարգչային տոմոգրաֆիան ԿՏ-ն հանդիսանում է ճառագայթային ախտորոշիչ մեթոդ։ MRT-ն հանդիսանում է ոչ ճառագայթային ախտորոշիչ մեթոդ։ Իհարկե իրենք հետազոտում են գրեթե նույն օրգան համակարգերը, ես 62 տարբերություն ներկայացնեմ, որպեսզի ընդհանուր պատկերացնենք։ Ամբողջ բժշկագիտությունը գնում է ոչ ինվազիվ միջամտությունների, այսինքն ոչ օրգանների կամ հյուսվածքների ամբողջականությունը խախտելու, փորձել ախտորոշում դնել։ Համակարգչային տոմոգրաֆիան հանդիսանում է կրծքավանդակի օրգանների, մասնավորապես թոքերի վերջնական ախտորոշիչ մեթոդ եւ ոսկրային համակարգի վերջնական ախտորոշիչ մեթոդ։ MRT-ն կենտրոնական նյարդային համակարգի վերջնական ախտորոշիչ մեթոդ ոչ ինվազիվ, այսինքն գլխուեղի, ողնուեղի պաթոլոգիաները գրագիտության տեսանկյունից մանրամասն ուսումնասիրելու համար միանշանակ պետք է MRT հետազոտման մեթոդը կիրառել։ Իհարկե իրենք զուգախաչվում են, այսինքն գլխուեղի եւ ԿՏ-ով հնարավոր եւ MRT-ով, բայց ես նշում եմ հիմնական մեթոդը, որովհետեւ այսինքն MRT-ն ցույց է տալիս այն օրգան համակարգերը, որոնք որ հագեցած են ջրով ջրածնով։ Կոմպյուտերային տոմոգրաֆիան ժամանակին եղել է սովետական միության տարիներին արդեն հայտնվել են առաջին սարքերը եւ կոմպյուտերային տոմոգրաֆիա անցնելը այսպես լուրջ նախապատրաստվում էին մարդիկ երևի ամիսներով, որ պիտի գնամ հանձնեմ։ Հիմա դառել է այսպես սովորական, ռուտին մեթոդ։ ԿՏ անեմ, տեսնեմ ինչ ունեմ, ինչ չունեմ։ Ես ուզում եմ մեր հեռուստատիտողը կամ հանդիսատեսը քվեարկի, արդյոք կոմպյուտերային տոմոգրաֆիա անցնելիս անպայման սպասում է բժիշկը նշանակում անի, թե ինքնուրույն օրինակ գնում է եւ խնդրում է անցնել։ Թող քվեարկեն, իսկ դուք կուզենայի դուք օրինակ ձեր փորձից ասեիք, մարդիկ հաճախ են գալիս ինքնուրույն ասում, ուզում ենք այս հետազոտություն, թե միշտ բժշկի նշանակման են։ Այս բաց աշխարհում, երբ որ ամեն ինչ ինֆորմացիայի տեսանկյունից հասանելի է, շատ բուժառուներ իրանք գրեթե որոշում են իրենք ինքնաբուժմամբ զբաղվել եւ ինքնաբուժման ուղղություններից մեկն է սկզբից ախտորոշվելը, որտեղ ինչպես խոսքի սկզբում նշեցինք, բոլորը գիտեն ախտորոշման մեթոդի կարեւորությունը։ Բայց բժշկագիտության մեջ ամենակարևորը դա բժշկի գոյությունն է ու հասկացողությունն է, այսինքն արհեստական բանականությունը, տարբեր տիպի գործիքները, ինտերնետ չեն կարող երբևիցե փոխարինել տասնամյակների բժշկի կրթությունը։ Յուրաքանչյուր մեթոդ ինքը ունի իր նպատակը։ Ոնց որ դուք ձեր խոսքի մեջ նշեցիք, ռադիոլոգիական մեթոդները մեկը մյուսին չի փոխարինում, այլ մեկը մյուսին փոխլրացնում է։ Այսինքն կա ալգորիթմ հետազոտությունների հերթականության։ Այս պարագայում, ինչպես նշեցի, ոչ ճառագայթային ախտորոշման մեթոդները իհարկե կարող են, ասենք սոնոգրաֆիան, հաճախեն իրենց գանգատներից ելնելով դիմեն, բայց ցանկալի է, որպեսզի անպայման լինի բժշկի ուղղորդումը, քանի որ մի ոսկե հասկացողություն կա։ Հետազոտվեցիք, հայտնաբերեցիք ինչ-որ մի փոփոխություն։ Վերջնարդյունքը բուժող բժիշկն է։ Այսինքն, եթե բժիշկը ինքը չի ուղղորդում ախտորոշման ընթացակարգը, դուք միանշանակ կանեք տարբեր տիպի ախտորոշիչ հետազոտություններ, որոնք որ ձեր բուժման ընթացքում հաստատ պետք չեն գալու։ Դա անիմաստ ֆինանսների կորուստ է, անիմաստ նյարդերի կորուստ է եւ անիմաստ ժամանակի կորուստ է։ Եկեք ամփոփենք մեր քվեարկությունը, տեսնենք, այ դուք հիմա այդ ամբողջը բացատրում եք, իսկ տեսնենք մեր հեռուստադիտող, մեր հանդիսատեսը ինչ էր կարծում։ 86% ինքնուրույն գալիս է։ Ինձ թվում է այսօրվա զրույցից հետո ինքնուրույն էլ չեն գա։ Ժամանակին Հայաստանում, Երևանում շատ վատ սարքավորումներ էին, 0.2 տեսլայանոց սարքավորումներ էին, հետո սկսեցին սարքերը լավանալ, հետո սկսեցին նրանք, ովքեր բերում էին 1.5 տեսլայանոց սարքերը, գիտեք, իրականում գոնե այսպիսին պետք է լինի, հետո 3 տեսլա, երկու բառով տարբերությունները եւ հիմա արդեն քանի որ մարդիկ սովորել են, արդեն գիտեն, շատ հաճախ ասում են, չէ, մենք 1.5-ով չենք ուզում անցնել, մենք ուզում ենք 3 տեսլայանոց սարքով անցնել անպայման։ 1.5 տեսլա եւ 3 տեսլա հասկացողությունը դա գլոբալ առումով գովազդային միֆ է, որովհետեւ ես կարող եմ զուգահեռ անցկացնել նաեւ համակարգչային տոմոգրաֆիայի հետ, արդյոք պացիենտները տեղյակ են, օրինակ համակարգչային տոմոգրաֆիան է շերտերով է տարբերվում, իրանց հետազոտում են 128 շերտանի սարքով, 64 շերտանի, 32 շերտանի։ Այդ դրա մասին չեն խոսում։ Ընդհանրապես չեն խոսում, այսինքն գոյություն ունի համակարգչային տոմոգրաֆիա եւ չմոռանանք ամենակարևորը։
Մեքենայի հզորությունը պետք է բժշկին, որպեսզի ինքը կարողանա դնի ախտորոշում, որտեղ իրանք իրենց արտաքին տեսքով ընդհանրապես չեն տարբերվում։ Ու շատ դեպքերում անգամ մենք պատկերները դներով իրար կողք, անգամ առաջատար մասնագետները, ոչ ռադիոլոգ, չեն կարողանում տարբերեն նաև տարբերությունները տվյալ։ Դա գովազդային գլոբալ առումով, որ ավելի անկեղծ լինենք, դա գովազդային, այսպես ասած, միֆ է, բայց եթե ավելի խորասուզված անշարժ օրգանների մասը, օրինակ գլխուղեղի կենտրոնական նյարդային համակարգի, իհարկե 3 տեսակ մասնակի առավելություններ ունի 1.5-ի հետ կապված, ավելի մանր ստրուկտուրաները դետալային ցույց տալու առումով։ 1.5 տեսլան ինքը ավելի շարժվող օրգաններ, օրինակ որովայնի օրգանների համար ինքը անփոխանցելի մեթոդ է, քանի որ ինչքան սարքը հզոր է, այնքան սարքից եկող արտեֆակտները շատ ավելի ակնառու են։ Ռենտգեն սարքավորումների մասին խոսենք, իմաստ ունեն ռենտգեն սարքավորումները, թե վերցնենք դեն գցենք, մենք ունենք կատեներ, մենք ունենք MRT-ներ։ Ոչ մի բան դեն գցել բժշկության մեջ իհարկե չի կարելի, չմոռանանք, որ մեր բոլորի հիմքը ռենտգենն է, այսինքն ռադիոլոգիա հիմքը ռենտգենն է։ Ռենտգեն սարքավորումները ներկա պահին իհարկե սարքերի կատարելագործումով բնական է որոշ մեթոդներ հետընթաց են ապրում, բայց ինքը ներկա պահին հանդիսանում է անփոխարինելի մեթոդ թոքի պաթոլոգիաների սկրինինգի տեսանկյունից, հաշվի առնելով իր ճառագայթային դոզայի ցածր աստիճան, ինչպես նաև նա լայն կիրառություն ունի վնասվածքաբանությունում, որպեսզի տեսնեն արդյոք իրանք ռեպազիցիան, այսինքն ոսկորների համադրությունները կոտրվածքի արդյունքում գրագետ են արել։ Դրանք հիմնականում մենք չենք իրականացնում, դրանք համակարգչային տոմոգրաֆիա, պարկած դիրքում այդ ամբողջ գործողությունները բնականա չստացված են։ Այսինքն քանի կա վնասվածքաբանությունը եւ քանի կան սկրինինգային ծրագրերը, ռենտգենաբանությունը ու կոնկրետ ռենտգեն սարքի իր արդիականությունը չի կորցնի։ Ինչ է իրենց ներկայացնում պետսկան ասածը եւ ինչի համար է այն նախատեսված, եթե ունենք արդեն MRT կատե։ Այսինքն, եթե մենք խոսում ենք ժամանակակից օնկոլոգիայի մասին, առանց պետսկանի խոսել օնկոլոգիայի մասին, դա արդեն անիմաստ է։ Ինչի համար, որովհետեւ պոզիտրոն իմիսիոն տոմոգրաֆիայի հիմքը նույն էլի համակարգչային տոմոգրաֆիան է։ Ուղղակի այնտեղ կարևոր կտոր է միանում, դա իզոտոպերի կիրառությունն է։ Պոզիտրոն իմիսիոն տոմոգրաֆիան ժողովրդի համար որ ավելի պարզ լինի մեր հանդիսատեսի, դա սիմբիոզ է MRT-ի եւ ԿՏ-ի իրար հետ միացյալ, այսինքն իր պատասխանը տրված։ Եվ ամենակարևորը մենք կարողանում ենք հասկանանք, արդյոք օրգանիզմ բացի հիմնական ուռուցքային գոյացությունից կան ուրիշ տեղեր մետաստատիկ օջախներ, որոնք որ կարանք մենակ ԿՏ-ով տեսնենք կամ մենակ MRT-ով։ Բուժման ընթացքում պացիենտները ստանալով տարբեր դեղորայքային պրեպարատներ, իմունոթերապիա, քիմիոթերապիան, որոնք լայնորեն կիրառվում են ուռուցքային հիվանդությունների բուժման տեսանկյունից, մենք կարողանում ենք վերահսկենք կոնկրետ տվյալ պրեպարատների ազդեցությունը ուռուցքի մոլեկուլյար մակարդակի, արդյոք ազդել են թե չեն ազդել, ու դրանով կարողանում ենք պրոգնոստիկ նշանակություն ասել, այդ տվյալ բուժումը պետք է շարունակել, թե պետք չի շարունակել։ Ներկայիս ժամանակակից օնկոլոգիան առանց այդ գործիքային մեթոդի անհնար է պատկերացնել։ Գրագետ բուժում սպասել պետք չի։ Շնորհակալություն իմ հյուրն այսօր Նայիրի բժշկական կենտրոնի ռադիոլոգիական ծառայության ղեկավար Կոստան Ղալումյանն է։ Շնորհակալություն բժիշկ Ղալումյան։ Շնորհակալ եմ։ Մնացեք մեզ հետ։ Ցախ կրծքագեղձում ախտորոշվել է 1 սանտիմետրանոց գոյացություն, որը որ չի շոշափվում։ Որպեսզի վիրաբույժները իմանան ինչ են հեռացնում եւ որտեղից են հեռացնում, տեղադրվել է մետաղական լոկալիզացիոն ասեղ։ Կնոջ կրծքում տեղադրված ասեղը մի քանի րոպե հետո թույլ է տալու վիրահատող բժշկին միլիմետրերի ճշգրտությամբ հեռացնել հենց քաղցկեղի օջախը, առանց վնասելու առողջ հյուսվածքները։ Կրծքագեղձի քաղցկեղով տիկինը առավոտը ես իրան վիրահատել եմ, հեռացրել եմ ուռուցքը, մի ժամից հիմա ինքը կգնա տուն, որովհետև ինքը կարեր չունի, ինքը վիրակապանելու այստեղ չի գալու, ինքը ոչ մի խողովակ չունի։ Աշխարհում, նաև Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է մնալ կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը։ Ամբողջ աշխարհում ամեն 8-րդ կինը ունի կրծքագեղձի քաղցկեղ։ Բայց ինչն է լավ, որ մահացության առումով նա վերջի տեղերից մեկն է զբաղեցնում։ Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում դու մտածում ես ոնց անես, որ այս մարդու կյանքի որակը չտուժի, որովհետև մենք արդեն գիտենք ոնց անենք, որ այդ մարդը ապրի եւ չմահանա։
2000-ականներին Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի տարեկան արձանագրվող թիվը մոտ 600 էր։ Գրեթե կրկնապատկվելով, դեպքերն այսօր առավել հաճախ ախտորոշվում են 45-ից 55 տարեկան կանանց մոտ։ Կարևոր է այն, որ կենտրոնը հագեցված լինի բոլոր անհրաժեշտ հետազոտություններով, օրինակ պացիենտին պետք է կատարել MRT, իրականացնել տեղում MRT, իրականացնել ռենտգեն մամոգրաֆիա, անվել պետք լինի կոնտրաստային մամոգրաֆիա եւս իրականացնել կենտրոնում։ Այսօր աշխարհի առաջատար կլինիկաները մասնագիտանում են առանձին օրգան համակարգերի ուռուցքային հիվանդությունների գծով։ Հենց այս նեղ մասնագիտացումն է թույլ տալիս բուժման եւ ապաքինման առավել լավ արդյունքներ գրանցել։ Նաիրի բժշկական կենտրոնը եւս ունի կրծքագեղձի ռադիոլոգիական առանձին ծառայություն, որտեղ ներդրված են հետազոտության բոլոր նորարար մեթոդները։ Երբ որ պետք է լինում կատարել բիոպսիան կատարվում մոտ կատարումը տեղում ռադիոլոգի կողմից։ Այնուհետև ախտորոշելով կրծքագեղձի քաղցկեղը, հուժարուի բոլոր հետազոտությունները իրականացնելուց հետո կրծքագեղձի ռադիոլոգը ինքը դեպքը ներկայացնում է օնկոլոգիական բորդին կամ թումոր բորդին։ Ինչպես ցանկացած այլ տեսակի, այնպես էլ կրծքագեղձի քաղցկեղի հաղթահարման գործում թիմային աշխատանքն առաջին տեղում է։ Նաիրի բժշկական կենտրոնը առաջիններից է Հայաստանի Հանրապետությունում, երբ ունի արդեն հաստատած օնկոլոգիական բորդ, մեր մամոգրաֆիկ ծառայությունում հետազոտության բուժման ամբողջական շղթան իրականացվում է մեր կենտրոնում, մեր բժիշկների կողմից։ Ցանկացած շղթա ավելի ուժեղ չի, քան այդ շղթայի ամենաթույլ օղակը։ Մեր թիմը, որ բոլորը հավաքվում են իրար, մոտ 20 հոգուց ավել մարդ է այդ մի հիվանդի հետ աշխատում։ Այսօրվա քաղցկեղը մենակով ուղղակի չես կարող բուժես, դա հնարավոր չի։ Մեծ հարստություն է, եթե կլինիկան այդպիսի թիմ ունի։ Օնկոգինեկոլոգիայում ներդրված նորարար մեթոդներն այսօր հաջողությամբ կիրառվում են նաև Հայաստանում։ Կրծքագեղձի քաղցկեղի վիրահատություններից հետո կանայք ոչ միայն կարողանում են պահպանել կուրծքը, այլև խուսափել հետվիրահատական մի շարք բարդություններից, որոնցից մեկն օրինակ ձեռքերի այտուցն է։ Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ընդունված է թևատակի ավշային հանգույցները հեռացնել, վերջերս ներդրեցինք մի նոր մեթոդ։ Կրծքագեղձի մեջ ներարկում ենք հատուկ նյութ, որը հատուկ գործիքի պոլարիզացված կարմիր լույսի տակ գալիս հավաքվում է, նստում է հենց այդ պահակային հանգույցի մեջ եւ նա այսպես սկսում է ֆլուորեսցենցիա անել, լույս տալ։ Եվ բժիշկը արդեն տեսնում է, թե ինչ պետք է հեռացնի եւ ինչ չպետք է հեռացնի։ Այդ մեթոդը կոչվում է Icy Green կամ ֆլուորեսցենս նավիգացված վիրաբուժություն եւ դա թույլ է տալիս այդ նույն ավշային հանգույցները հեռացնել այնպես, որպեսզի թևատակում դրենաժներ, խողովակներ չթողնել եւ հետ վիրահատական շրջանում չառաջանա ձեռքի այտուց կամ ձեռքի ֆունկցիայի խանգարում, քանի որ հեռացված հյուսվածքների ծավալը 10-20 անգամ ավելի քիչ է, քան ստանդարտ վիրահատության դեպքում։ Ներդնելով եւ հաջողությամբ կիրառելով միջազգային փորձն ու նորարար տեխնոլոգիաները, այսօր բժիշկները կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելի եւ կյանքի հետ համատեղելի հիվանդություն են դարձրել նաեւ Հայաստանում։ Տարիներ շարունակ կանայք մահանում էին այս հիվանդության պատճառով, այսօր շարունակում են ապրել, իսկ կրծքագեղձի քաղցկեղի պարագայում չի փոխվում նրանց կյանքի որակն ու բնականոն ռիթմը։ Ապաքինված ամեն բուժարուի հետ փոխվում է միայն քաղցկեղից մահացության վիճակագրությունը։ Հայաստանը դառնում է երկիր, որտեղ կարելի է ճշգրիտ ախտորոշել, բուժել եւ հաղթահարել քաղցկեղը։ Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից։ Գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Իսկ այժմ արդեն դպրոց ենք հրավիրում բոլոր ծնողներին, զանգը տվեց, հրավիրում ենք դասին, դասը այսօր վարելու է մանկաբույժ Գայանե Հովհաննիսյանը, համեցեք։ Բժշկուհի ուսուցչուհի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօրվա մեր դասը նվիրված է ատոպիկ դերմատիտին։ Բարի։ Ինչ է իրենց ներկայացնում։ Ատոպիկ դերմատիտը երեխաների մոտ քրոնիկ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող մաշկաբորբն է։ Այսինքն կարմրություն, որ արտահայտվում է կարմրությունով, մաշկի չորությունով, բերում է քորի եւ քորի հետևանքով կարող ենք մենք հետո տեսնել արտահայտված վերքեր, վերքային մակերեսնը երեխաների մոտ։ Իրականում երեխաների ավելի քան 10%-ը ունի ատոպիկ դերմատիտ, այսինքն ամեն 10-րդ երեխան այս խնդիրը ունի։ Սա
լուրջ հիվանդություն է, կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող երևույթ է, թե սա երևույթ է, որը պետք է ընդհանրապես այսպես հանգստացնել եւ տարիքի հետ ինքն իրեն կանցնի առանց որևէ հետևանքի։ Եթե ծնողներից մեկ ունի արդեն ատոպիկ դերմատիտ, երեխայի մոտ ատոպիկ դերմատիտ ունենալու հավանականություն դառնում է 30-ից 50%։ Միանգամից աճեց։ Եթե երկու ծնողների մոտ է 50-ից մինչև 80%։ Ատոպիկ դերմատիտը մենք կարող ենք տեսնել դեռ նորածնային մինչև 1 տարեկան երեխաների մոտ, 3-ից 6 ամսեկանում արդեն արտահայտվում է եւ շատ բնորոշ տեղակայում ունի։ Դեմքի շրջանն է դա ընդգրկելու, վիզը, վերին ստորին վերջույթները շատ ավելի քիչ արտահայտված փորիկի եւ մեջքի շրջանում։ Ինչ կարող ենք անել եւ ինչպես կարող ենք օգնել։ Մենք կարող ենք ասել, սա ալերգիկ ռեակցիա է։ Սա օրգանիզմի իմունիտետի արտահայտված ռեակցիա է եւ ինքը ալերգիաների, այո, ինքը հանդիսանում է որոշ չափով ալերգիկ ռեակցիա եւ ծնողը, որպեսզի կարողանա երեխային օգնի, պետք է հասկանա, որ սա քրոնիկ հիվանդություն է, ինքը ժամանակ առ ժամանակ վերադառնալու է։ Հստակ բուժում չկա, բայց մենք կարող ենք լավացնել եւ որոշակի տարիքում այլևս չտեսնել երեխայի մոտ։ Հիմնականում 3-ից 5 տարեկանում մենք ատոպիկ դերմատիտի դեպքերը երեխայի մոտ ավելի քչանալու են եւ 5 տարեկանում կարող են ընդհանրապես մարել եւ չարտահայտվել։ Կարող ենք ասել, որ կապված է սննդատեսակների հետ։ Օրինակ լինում է, որ ինչ որ մի սննդատեսակ երեխան օգտագործի եւ դրանից հետո այդ ատոպիկ դերմատիտի երևույթները։ Սննդատեսակի դերը ապացուցված չէ, բայց կարող են լինել սննդատեսակներ, որոնք գրգռիչ ազդեցություն ունենան եւ վատացնեն ընթացքը։ Բայց հենց զուտ սննդատեսակ ինքը ատոպիկ դերմատիտ չի առաջացնելու։ Որ սննդատեսակները կարող են գրգռել։ Ես այստեղ մեր սեղանին տեսա ձու, ընդեղեն, սպիտակ հաց, եւի սոյա է սա, սոյայի սոս։ Դրանք բոլորը կարող են բոլորը կարող են գրգռել, ընթացքը վատացնել։ Եվ ուրեմն մենք ունենք խնդիր, մենք նկատեցինք, մենք գնում ենք մանկաբույժի մոտ, թե մենք գիտենք, որ սա ընդհանրապես ատոպիկ դերմատիտ է եւ 6 տարեկանում մաքսիմում անցնելու է եւ մենք որևէ խնդիր չունենք։ Չէ, եթե ծնողը հայտնաբերեց մաշկի չորությունը, պետք է դիմել մանկաբույժի, որոշակի դեպքերում մանկաբույժը կարող է ուղղորդել նաեւ ավելի նեղ մասնագետի։ Այո, պետք է օգտագործել տեղային խոնավեցնող միջոցներ, եթե շատ խորացած չի։ Խոնավեցնող քսուկ կօգտագործեմ։ Եթե ծնողը օճառները կընտրեմ ավելի նուրբ, օճառը կհանեմ։ Եթե ծնողը ունի համապատասխան գիտելիք, դուք շատ ճիշտ հերթականությամբ նշում եք բոլոր այն միջոցները, որոնք կարելի է օգտագործել։ Մաշկի խոնավեցում, մաշկի համար հատուկ միջոցներ գոյություն ունեն, ատոպիկ շարքն է դա կոչվում։ Բացի դրանից, եթե բարդացած դեպքեր են մանկաբույժը կուղղորդի արդեն նեղ մասնագետի, կարող են նշանակվել կարճ կուրսով հորմոնալ պրեպարատներ, որից ծնողների մեծ մասը կվախենա, որից ծնողների մեծ մասը վախենում են, բայց արագ էֆեկտ են ունենալու եւ օգտագործում են կարճատև, կողմնակի ազդեցությունները բավականին կրճատվում են։ Եվ շատ կարևոր հանգամանք, երբ որ երեխայի մոտ արկա է քոր, ծնողը պետք է հետևի նաև երեխայի ձեռքերի հիգիենային, այսինքն եղունգները պետք է լինեն կարճ կտրված եւ քորի թեթևացման համար մանկաբույժը կնշանակի նաև հակալերգիկ դեղամիջոց։ Վերջին հարցս, ատոպիկ դերմատիտը արդյոք տակդիրներից հետո առաջացած այդ կարմրությունը, թե սա այլ երևույթ է։ Ինքը կարող է դրսևորվել նաև տակդիրների շրջանում եւ կոչվում է շփումային կամ տակդիրային դերմատիտ։ Սրանք տարբեր բաներ են, թե նույնը։ Ատոպիկ դերմատիտը կարող է արտահայտվել նաև տակդիրի շրջանում եւ վերածվել շփաբորբի տեսքով մենք կարող ենք դա տեսնել։ Եվ հիշում ենք նաև փաստորեն, որ ինչ հաճախությամբ պետք է փոխել տակդիրները, որպեսզի չունենանք նաև այդ մասին, այո, պետք է ժամանակին փոխել։ Այո, եթե արդեն սկսվել է խնդիր, դիմել մանկաբույժի, ժամանակին կիրառված միջոցների շնորհիվ կարող է խուսափել ավելի բարդացումներից եւ բորբոքային պրոցեսներից։ Մի վախեցեք, այո, 10 երեխայից մեկը առնվազն ունի ատոպիկ դերմատիտ, ոչ մի սարսափելի բան չկա, ընդհանրապես պետք է երեխային խնամել, ժամանակին դիմել մասնագետին։ Բժշկի հետ անպայման խորհրդակցել, համապատասխան միջոցները կան, թեթևացնել, երեխան չնեղվի, երեխան չքորի, երեխան լաց չլինի, երեխան նորմալ սնվի, հանգիստ լինի, կոմֆորտի մեջ լինի, ամեն ինչ ժամանակի ընթացքում ինքնուրույն կանցնի։ Ոչ մի վախենալու բան չկա, ինչպես ասեց մեր հարգելի մանկաբույժ Գայանե Հովհաննիսյանը։ Հիշեցնեմ հարգելի հեռուստադիտողներ, որ մեր ցուցադրման հովանավորն է Երեմյան ընկերությունը իր առողջ, անարատ եւ 100%-անոց բնական կաթնամթերքով։ Շարունակում ենք հաղորդումը արդեն բուսաբուժության հատվածով, իմ հյուրը այսօր դեղագործական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Նաիրա Չիչոյանն է, ողջույն։ Ողջույն։ Եվ
Մեր մյուս հերոսը կաթնափուշն է։ Մենք խոսելու ենք այս բույսի մասին։ Բույսը ի դեպ կարծես թե բոլորը գիտեն, բոլորը տեսել են, համենայն դեպս կարծում եմ Երևանում բոլորի բակերում տհաճ կերպով երբեմն մեծ փոքր ժամանակ ծակծկել է։ Ինչ է իրենց ներկայացնում կաթնափուշը, ինչով կարող է մեզ կաթնափուշը օգտակար լինել, մասնավորապես կաթնափուշի սերմերը, որ մենք այստեղ ունենք սեղանի վրա դրված։ Թույլ տվեք ի սկզբանե չհամաձայնվել։ Ես հայացքից գացի, որ դուք իմաց։ Բույսը ամենուրեք հանդիպում է, իհարկե, բայց մեր բակերում մենք տեսնում ենք այս ընտանիքի այլ բուսատեսակներ, այո, փշոտ այսպիսի տեսակներ կան, նույն ընտանիքի, դրանք կարդուսներն են, բայց կաթնափուշը ես դրանք իրարից չեմ տարբերել։ Չենք տա, այո, կաթնափուշը իհարկե բարդացաղկավորների ընտանիքի բազմամյա խոտաբույս է, այսպիսի շատ բույսեր կան նույն զամբյուղիկներով, փշոտ տերևներով, բայց կաթնափուշը, որը որ խոսակցական լեզում այլ կերպ անվանվում է կաթնփուշ, մարենփուշ, տարբերվում է մյուս կարդուսներից, այդ փշոտ նմանատիպ տեսակներից, իր կաթնային տերևների վրա կաթնային այդպիսի կրակալումով, կաթնային պատումով, բույսը ամենուրեք մոլախոտի պես տարածված է, հիմնականում բույսը ուրեմն աճում է չոր, արևոտ, հա, դաշտերում, դաշտավայրերում, ճանապարհների եզրերին էլ տեսնում ենք, պետք է ուղղակի դիտել, հասկանալ, դա այդ բույսն է, թե ոչ։ Լավ, այդ բույսը եւ կոնկրետ մեծ հետաքրքիր է սերմերը։ Ինչ օգտակար հատկություն ունեն։ Երևի սկսեմ նրանից, որ բույսը հայտնի է դեռևս անտիկ շրջանից, հա, հույն բժշկապետերը հաճախ են անդրադարձել այս բույսի սերմերի օգտակար հատկություններին, մասնավորապես Դիոսկորիդոսի ժամանակներից։ Մենք ունենք հին բժիշկներից այստեղ մեզ հետ կա։ Նախկինում բժշկապետեր էին, չէ՞, իրենք կոչվում։ Եվ այո, այս բույսի սերմերը իրենք օգտագործում էին օրգանիզմը թունավոր նյութերից մաքրելու նպատակով, հետագայում միջին դարերում վանականները սկսեցին վանական համալիրներում, այնտեղ բժշկարաններ կային, օգտագործում էին այս սերմերը նույն նպատակով։ Եվ հետո իհարկե արդեն սկսեցին գիտական, լուրջ հետազոտություններ կատարել, սերմերում հայտնաբերել կենսաբանորեն ակտիվ նյութեր, մասնավորապես ֆլավոնոիդային, լիգնանային, դա գուցե ոչինչ չի ասում այս տերմինը, բայց բավականին հետաքրքիր կենսաբանորեն ակտիվ նյութեր հայտնաբերեցին յուղային լուծամզվածքներում, բայց հիմա օրինակ ասենք շոշափում եմ, կարծես թե յուղային ոչինչ չեմ էլ զգա, բայց սերմերում կան յուղեր, կիսաչհագեցած ճարպաթթուներ, այն օմեգա 3, մեզ հայտնի օմեգա 6, ուրեմն այդ խմբի ճարպաթթուները, կիսաչհագեցած լինոլեաթթու, իհարկե կան, արտաքինից գուցե շոշափելիս շատ փոքրիկ, այսպես չնչին, բաղադրության մեջ են հիմնականում այդ կիսաչհագեցած, արտաքինից կոշտ են, բավականին կարծր են, но այսպես չեն ընդունում սերմերը, հիմնականում փոշիացնում են, օրինակ գերմանացի ֆիտոթերապևտները խորհուրդ են տալիս այն փոշիացնել, թեյի գտալով ընդունել, քանի որ գիտականորեն հաստատված է, որ բույսի մեջ պարունակվող այդ սիլիմարինը կանխում է, հա, լյարդի հյուսվածքի բջիջների վնասումը, այսինքն լյարդը պաշտպանող լյարդապաշտպան, այո, բայց հեպատոպրոտեկտոր, բայց առ այսօր չենք կարող ասել, որ գտնվել է այն արդյունավետ բույսը, որը հրաշալի հեպատոպրոտեկտոր է։ Սա կարող է այո, մեղմ հեպատոպրոտեկտոր է, քանի որ դրա կենսաբանորեն ակտիվ նյութերը, որոնք փորձնականորեն հետազոտվել են փորձարարական կենդանի վրա, առնետների, ճագարների վրա, նկատել են, որ բջիջների լիպիդային, լյարդի հյուսվածքի բջիջների այդ թաղանթները, լիպիդային թաղանթները կայունացնում է, խթանում է այնտեղ սպիտակուցների ռիբոսոմային սինթեզը, այսինքն բջիջների կենսունակությունն է ապահովում եւ կանխում է այնտեղ ազատ ռադիկալային գործընթացներ։ Էլ ինչ օգտակար հատկություններ ունի ու հետո արդեն անցնենք օգտագործելու ձևին։ Դուք ասացիք կարելի է աղալ եւ փոշու ձևով, բայց կարելի է նաեւ ես նպատակահարմար է, տեսեք, սովորաբար նպատակահարմար է սերմերը աղալ, որովհետեւ դրանք բավականին կոշտ թաղանթ ունեն, այդպես ընդունելը նպատակահարմար չէ։ Լավ է փոշիացնել եւ օգտագործել։ Ես կարող եմ գերմանացի ֆիտոթերապևտների խորհրդին, հա, հետևել եւ ասել, ինչպես իրենք են առաջարկում, ուրեմն օրական միանվագ ընդունման քանակը 3 գրամ, հա, 3 անգամ կարելի ուտելու ընթացքում 1 թեյի գտալ փոշիացված սերմեր օգտագործել որպես լյարդապաշտպան։ Այո, կարելի է ուղղակի ջրով, կարելի է ուտեստին ավելացնել, ու առաջարկում
առաջարկում են ջրով խմել, բայց մեկ թեյի գտալ օրը 3 անգամ, այո, հնարավոր են, տեսեք, եթե խոսենք կողմնակի, հա, ինչպիսի հնարավոր են կողմնակի երևույթներ, իհարկե հնարավոր են, ալերգիկ ռեակցիաներ կարող է լինել, հա, փորափքանք, հա, աղեստամոքսային ինչ-որ խնդիրներ եւ մարդիկ, որոնք անհատական անտանելիություն ունեն, հա, բուսական պատրաստուկների նկատմամբ, բայց իդեպ ասեմ, որ գիտականորեն հաստատվել է, որ բույսի թունայնությունը բավականին ցածր է, հա, 1% է հիմնականում, հա, 100 դեպքից 1%-ի դեպքում կարող են ինչ-որ խնդիրներ դիտվել, իսկ առհասարակ բույսի, ուրեմն յուղային լուծամզվածքը, սերմերի էքստրակտը ներգրաված են այսօր շատ գործանային արտադրության պատրաստուկներում, կենսաակտիվ հավելումներում, որոնք հիմնականում օգտագործել մի շաբաթ, մեկ ամիս։ Կարելի է մեկ ամիս օգտագործել, դադար տալ մոտ 2-3 շաբաթ, հետո եւս մեկ ամիս եւ տարվա ընթացքում 3 անգամ կարելի է լյարդը բեռնաթափել, բայց փորձելու եմ, հանձնելու եմ լյարդային անալիզները։ Կենսաքիմիական կարելի է ցուցանիշներով, այո, ցուցանիշները կհանձնեմ, հետո կարծում եմ բացարձակ անվնաս է, կարող եմ մեկ ամիս օգտագործել, մեկ ամիս հետո կրկնել, տեսնել ինչ տարբերություններ, հետո մեր հեռուստատողին կպատմեմ։ Բայց կարծում եմ առ այսօր արդյունավետ լյարդապաշտպան բուսական միջոցներ դեռևս հայտնաբերված չեն։ Սա կարող է հիմնական թերապիային լրացնել, որպես օժանդակ միջոց, այո։ Իդեպ ասեմ, երբ մենք խոսում ենք բույսերի մասին, երբ մենք խոսում ենք քիմիական դեղագործության մասին, պետք է նաև հասկանալ, որ տարբեր երկրներում տարբեր կերպ է ընդունված։ Օրինակ, եթե մենք խոսում ենք եվրոպական կամ հետսովետական երկրներում, եթե համեմատենք, կարծում եմ, որ բուսական պրեպարատները, բուսական միջոցները առավելագույնը կարող է կազմեն 10%։ Եթե մենք խոսում ենք ասիական երկրների մասին, երբ մտնում ես, չգիտեմ, Չինաստանում կամ Ճապոնիայում դեղատուն, մեզ համար հետխորհրդային երկրների տարածքում ապրող մարդկանց համար շատ զարմանալի է, որովհետև նրանց դեղատներում առնվազն 70%-ը կազմում են հենց բուսական միջոցները։ Այսօր մենք էլ դեղատների դեղերի ընդհանուր տեսականի մոտավորապես կարելի ասել 40%-ը արդեն բուսական ստանդարտավորված, այո, պատրաստուկներն են։ Ես չեմ խոսում նաև կենսաակտիվ հավելումները, որտեղ եւս ներառվում են, հա, բուսական էքստրակտներ։ Դրանց ես վերաբերում եմ որոշակի այո, ես ինքս եմ վերապահումով, մի օր կփորձենք հենց մեր հեռուստատիտողին բացատրել, ինչ է դեղը, ինչ է բիոլոգիական ակտիվ հավելումը, ինչու են դրանք տարբերվում, որն է ապացուցված, որը ապացուցված չէ, որովհետև այո, շատ հաճախ ձեզ խաբում են, ձեզ ասում են, որ դա դեղ է եւ ձեզ վաճառում են, ձեզ այսպես հրամցնում են բիոլոգիական ակտիվ հավելումը, որը չունի ապացուցողական հենք։ Դրա մասին առանձին խոսենք, բայց այնուամենայնիվ հիշենք, որ բույսերը ունեն հրաշալի հատկություններ եւ երևի թե չկա որևէ բույս, որը ուսումնասիրենք ու չգտնենք օրգանիզմի համար օգտակար հատկություն։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ իմ այսօրվա հյուրը դեղագործական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Նաիրա Չիչոյանն էր, խոսում էինք ամենահայտնի բույսերից մեկի կաթնափուշի մասին եւ հայտնաբերեցինք, որ այն օգտակար էր մեր լյարդի համար։ Մնացեք մեզ հետ։ Աշխարհի ամենածեր նորածինները պատվաստումներ առանց ներարկիչի եւ գլխուղեղի կրիչ, որը կօգնի հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Բժշկական գյուտեր, որոնց մասին գուցե չեք լսել։ Նոր ռեկորդ արտամարմնային բեղմնավորման պատմության մեջ։ ԱՄՆ Թենեսի նահանգում 1992 թվականի ապրիլի 22-ից սառեցված էմբրիոններից 2022 թվականին զույգեր են ծնվել։ Փոքրիկ Լիդիան եւ Թիմոթին նախքան լույս աշխարհ գալը 30 տարի պահվել են հեղուկ ազոտի եւ -128 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում։ Պատվաստումներ առանց ներարկումների։ 2023-ին Օքսֆորդի համալսարանի գիտնականները հայտնագործել են մեթոդ, որի շնորհիվ պատվաստումներ կարելի է կատարել ուլտրաձայնային ալիքների միջոցով։ Անհրաժեշտ դեղամիջոցն օրգանիզմում հայտնվում է առանց մաշկը վնասելու վայրկյանների ընթացքում։ Իդեպ, ըստ գիտնականների, ուլտրաձայնային պատվաստումների մեթոդը նվազեցնում է կողմնակի ազդեցությունների ռիսկը, ինչպես նաև ավելի երկար է ապահովագրում ամենատարբեր վիրուսներից։ Եվ վերջում աշխարհի ամենահարուստ մարդու Իլոն Մասկի նորարարության մասին։ 2023-ի դեկտեմբերին Մասկի ղեկավարած Neuralink ընկերությունը թողարկեց հեղափոխական սարք՝ կրիչ, որը հայտնվելով մարդու գլխուղեղում կարող է կառավարել համակարգիչներ։
2024 թվականին առաջին անգամ այս կրիչ իմպլանտը տեղադրվեց 30-ամյա Նոլանդ Արբոյի գլխում։ Երիտասարդի ոտքերն ու ձեռքերը կաթվածահար էին։ Այսօր մետաղադրամի չափ իմպլանտը նրան օգնում է մտքի ուժով կառավարել համակարգչի մկնիկն ու շախմատ խաղալ։ Neuralink ընկերության ստեղծած սարքը նոր դարաշրջանի սկիզբ է բժշկության ոլորտում։ Այն սահմանափակ կարողություններով մարդկանց օգնելու է շփվել մտերիմների հետ ու լիարժեք ինտեգրվել սոցիալական կյանքին։ Այսօր այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ ցուցադրման հովանավորն է Երեմյան ընկերությունը, առողջ, անարատ եւ 100%-անոց բնական կաթնամթերքով, հիշեցնեմ նաեւ, որ մեր ամբողջ թիմը աշխատում է միայն մեկ նպատակով, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ։ Եղիր առողջ, կհանդիպենք։